Դե բուժողություն որ ցույց է տվել արդեն կոմած ցավերն ունեցնում ինչ արել են ես խաբար չեմ ելել Շուրջ 5 միլիոն դրամ արժեցող վիրահատության համար 84-ամյա Նորայր Մարգարյանն ու ընտանիքը ոչ մի դրամ չեն վճարել։ Փող տվել եք։ Շո եմ արդեն փող։ Ոչ մի վճարում չի արվել այս։ Ոչ։ Թանկարժեք վիրահատության ծախսը հոգացել է պետությունը առողջության համընդհանուր ապահովագրությամբ։ Տղամարդը բուժկենտրոն էր տեղափոխվել հունվարի 1-ին գլխուղեղի առաջնային կապակցող զարկերակի անևրիզմա ախտորոշմամբ։ Պատռման հետևանքով արյունազեղում է տեղ ունեցել գլխուղեղում։ Դա համարվում է ծանր ինսուլտի տարատեսակ է։ Անմիջապես հետազոտվելուց հետո իրականացվել է վիրահատական միջամտություն, այսինքն անևրիզմայի օբլիտերացիա փակվել է, որպեսզի հավանական կամ հնարավոր կրկնակի արյունազեղումից խուսափենք։ Բուժարուն երկար ժամանակ գլխացավեր է ունեցել, սակայն բժշկի չի դիմել, նաև ֆինանսական պատճառներով։ Այսօր արդեն ապաքինվում է։ Վերջը պետությունը այս շատ կարևոր մասը բեռը իր վրա է վերցրել։ Հունվարի 8-ի դրությամբ ապահովագրությունից օգտվել է 40 հազարից ավելի քաղաքացի։ Այդ թիվն օրեցօր աճում է, նշում է Անահիտ Ավանեսյանը։ Ավելացել է նաև կանխարգելիչ հետազոտությունների համար դիմողների թիվը։ Հիմնական բառը շնորհակալությունն է։ Եվ մարդիկ, ովքեր որ մինչև հունվարի 1-ը հնարավորություն չէին ունենալու, օրինակ էնդոպրոտեզ այդ ծառայությունից օգտվելու, որովհետև իսկապես դա շատ թանկարժեք ծառայություն էր։ Մարդիկ, ովքեր որ էմերջենսի ծառայություն են գալիս, այսօր մենք թվերին նաև անդրադառնալով Էրեբունի բժշկական կենտրոնում օրական մոտ 150 էմերջենսի դեպք է լինում եւ արդեն իսկ դրանից 70-80-ը ապահովագրական դեպքերի շրջանակներում են փոխհատուցվելու։ Քանի որ համակարգը նոր է, որոշ քաղաքացիներ դեռևս չգիտեն ինչպես օգտվել ապահովագրական փաթեթից։ Նախարարը հիշեցնում է, եթե դեպքն անհետաձգելի չէ, ապա շահառուն պետք է դիմի իր պոլիկլինիկա կամ ամբուլատորիա, հետազոտվի, տեղամասային բժշկի հետ քննարկի գանգատները, անհրաժեշտության դեպքում կուղեգրվի հիվանդանոցային բուժման։ Քաղաքացիներին մեր նաև իրազեկման շատ մեծ աշխատանք ունենք, որը շարունակական է լինելու։ Եվ 1.600.000 հոգի պիտի ըստ էության այս համակարգից օգտվելու ամբողջական ընթացքը սովորի, ադապտացվի, որը որոշակի ժամանակ է պահանջում, բայց ես շատ մեծ ուրախությամբ պետք է ընդգծեմ, որ մանավանդ 65+ տարիքի անձինք շատ արագ կերպով կարողանում են տեղեկատվությունը հասանելի մարսեն եւ իրենց իրավունքների մասով շատ նախաձեռնողական են։ Նախարարի խոսքով ապահովագրության համակարգի ներդրմամբ պետությունը լուծել է թիրախային բուժօգնության տրամադրման խնդիրը։ Արամ Մարանդյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։